լրագրողները ասել եկան։ Սպասի։ Իրանք կհասնեն։ Սա մի րոպե է։ Սենք։ Սա մի հատ լրատվականը չգիտեմ որն է, իրանք եկան։ Իդեպ զուգահեռաբար հենց այս պահին մետրոյի գնացել քաղաքապետ Ավինյանը։ Ես հույս ունեի, որ Ավինյանը մի անգամ կրեատիվ կգտնվի եւ կգա այստեղ եւ ինքը ձեզ հետ կպարզաբանվի առաջին անգամ գոնե տետատետ։ Աջափնյակի մետրոյա գնացել։ Պարզ չախեմ, պարզաբանակ ինչ է տեղի ունեցել։ Լավ որ Խաղապետը նախ շնորհակալ եմ արագ արձագանքելու համար, լուսաբանելու համար։ Եղել է հետևյալը այն, որ հերթական այս իշխանության թալանը բացահայտելու տեսանյութը նկարելով, հրապարակելով ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ տեսանյութը հրապարակվել ակնհայտ ԿՊԱ-ական կուսակցության ավականու անդամ Երևանի քաղաքապետարանի իր ընկերությունն այդ աշխատանքները իրականացրել, տենդերը, որի արժեքը ԿՊԱ-ական քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի ընկերությունը։ Ավականու տեխնացու է եղել, այսինքն ընտրությունների ժամանակ Լիլիան Արմ ընկերության տերը եղել է ԿՊԱ-ական ցուցակում, այսինքն ԿՊԱ-ի ցուցակում է եղել։ Սեփական թիմակցին բյուջեի հաշվին են տենդերների։ Դեռ հարցը սեփական թիմակցին թե իրենք իրանց, այսինքն իրանց սիրած ֆիկտիվ։ Դե իրանց ջեպի սեփական։ Ինչ-որ մեկին։ Որի արժեքը պայմանագրի կազմում է շուրջ 300 միլիոն դրամ, որը պիտի մանկապարտեզը շահագործման հանձնվեր արդեն իսկ շուտվանից, սակայն շահագործման չեն հանձնել եւ քանդվում է, շատ վատ որակյա։ Դեռ չավարտված, չեն կարողացել կառուցել եւ շահագործման չի հանձնվել։ Այնինչ արդեն ժամկետով, արդեն շուտվանից պետք է շահագործման հանձնել։ Եվ ես պարոն Մանուկյանի հետ այդ տեսանյութը նկարել ենք, հրապարակել ենք, որից հետո վարչական շրջանի ոչ բարոկ քաղաքապետը ինձ զանգում է իմ հեռախոսին եւ անձնական հեռախոսին, ու սկսում է սպառնալ ինձ։ Սպառնալ օրինակ ինչ ոչ կորել ինչ ասել, ինչ որ հայոյանքներ, հնչեցեք։ Սպառնալիք, հենց այդ սպառնալիք եւ հայոյանքներ։ Երկուսը սպառնալիքով երևի։ Երկուսը իրար հետ։ Օրինակ ինչ ասել, որ սպառնացել է։ Չգիտեմ, եթերային չի էլի, էդի երևի ես էդի իմաստը էդի արտահայտեմ։ Անջատենք մեր ականջին ասեք հետո բան։ Հա, այն որ եթե կարելի ասել են տուն դնենք, տույա, հիմա ես էլ արձագանքել եմ, համենայն դեպս Դուք եք տուերով արձագանքել։ Ես էլ եմ տույերով իրան արձագանքել, որից հետո ասեցի տղայականով էլի, որպես իրան ինքը դերելա ճակերտավոր լավ տղուտեղ, ասեցի տեղ ժամ կասես, կգաս, կխոսանք, զանգերից չի պատասխանում ու թռավ, կապի չհելա, փախած այլը, հիմա ես իրան հստակ ասել եմ, եթե կապի չլնես, ես հարցը տղայականով դու չլուծենք իրար հետ, քաղաքական լրագրողականով, այո, ոնց որ ինչպես որ իրանք եկան իշխանության, այդ ձև։ Հիմա ժողովուրդ ջան, տեսեք ժողովուրդ, ես միջանկյալ